Բաքվի դատարանը հերթական անգամ երկարացրել է անցած տարվա ամռանը ձերբակալված Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների կալանքի ժամկետը։ Քաղաքական մեկնաբանները այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Չնայած դրան, որ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Ռուսաստանի մեղքը ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար եւ ներողություն խնդրեց Իլհամ Ալիևից, պաշտոնական Բաքվում պատրաստ չեն վերջնական հաշտությանը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ովքեր են այդ ռուսաստանցիները։ Պատահական մարդիկ են, ինչպես հասկանում եմ, երիտասարդներ, մի մասը զբոսաշրջիկներ, մյուս մասը ռելոկանտներ, IT ոլորտում աշխատող, նրանց ձերբակալությունը Բաքվի պատասխանն էր Եկատերինբուրգի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարների ձերբակալության, այդ երիտասարդներին Բաքվում նախ դաժանորեն ծեծել էին, հետո հեռուստացույց ցույցով ցուցադրել էին նրանց ծեծած դեմքերը եւ այժմ էլ արդեն որերորդ անգամ երկարացնում են նրանց կալանքի ժամկետը, ինչը նույնպես ազդակ է ուղղված Մոսկվային։ Արտեմ, թվում էր, թե Պուտինի այդ քայլը պետք է գնահատվեր, իսկ ինչու է առճակատումը շարունակվում։ Դե իսկապես ամեն ինչ սկսվեց նախանցած տարվա դեկտեմբերին այդ հայտնի ինքնաթիռի հետ կապված պատմությունից, երբ ռուսական հակաօդային ուժերը պատահաբար խոցել էին ադրբեջանական ինքնաթիռը եւ Ալիևը դա օգտագործել էր որպես պատրվակ հարաբերություններում, այսպես լուրջ լարվածություն առաջացնելու նպատակով կողմերը դիվանագիտական հարվածներով էին փոխանակվում, ձերբակալում էին միմյանց քաղաքացիների եւ անցած տարվա հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը կարծես թե ասաց այն, ինչ իրենից սպասում էր Իլհամ Ալիևը։ Խոստովանեց, որ ռուսական կողմը իսկապես պատասխանատու է տեղի ունեցածի համար, ներողություն խնդրեց անգամ Իլհամ Ալիևից, ինչին հետևեցին դիվանագիտական շփումները, դիվանագիտական բանակցությունները անգամ եւ կողմերը վերահաստատեցին այն, որ դիտարկում են միմյանց որպես ռազմավարական դաշնակիցներ։ Սակայն լուրջ քայլերի այդպես էլ չգնացին։ Ռուսաստանում ազատեցին երկու ձերբակալված ադրբեջանցիների, Ադրբեջանում էլ ազատեցին երկու ձերբակալված ռուսաստանցիների Սպուտնիկ Ադրբեջան գործակալության ղեկավարների։ Սակայն ադրբեջանցիները այդպես էլ ազատ չարձակեցին այդ երիտասարդ այթիշնիկներին, որոնց մասին է խոսքը գնում հիմա, իսկ Ռուսաստանում ազատ չարձակեցին Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարներին։ Իսկ անցած տարվա դեկտեմբերի իրադարձությունները հաստատեցին այն, որ լարվածությունը Բաքվի եւ Մոսկվայի միջև հարաբերություններում շարունակում է մնալ։ Մասնավորապես Իլհամ Ալիևը այսպես դեմարշ արեց եւ հրաժարվեց մասնակցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, իսկ դրանից հետո Ջեյհուն Բայրամովը հաստատեց այն, որ Ռուսաստանի քննչական կոմիտեից ստացել է նամակ այն մասին, որ քննությունը այդ կործանված ինքնաթիռի վերաբերյալ փակվել է, այսինքն ոչ մեկ պատասխանատվության չի կանչվել։ Դա նոր լարվածություն առաջացրեց հարաբերություններում, ադրբեջանական մամուլը կրկին սկսեց հարձակումներ Ռուսաստանի դեմ եւ այս որոշումը Ռուսաստանի քաղաքացիների կալանքը երկարացնելու վերաբերյալ կարծում եմ արժի դիտարկել նույն այս համատեքստում։ Արտեմ, ինչի մասին է սա վկայում այս լարվածությունը։ Դե Ռուսաստանը շարունակում է իր դժգոհությունը հայտնել կապված այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը շարունակում է Միացյալ Նահանգների եվրոպական կառույցների հետ ինչ որ այսպես Ռուսաստանին գրգռող քայլեր ձեռնարկել եւ ձեռնարկել տարածաշրջանային համագործակցության ֆորմատներ, որոնք դուր չեն գալիս Մոսկվային։ Դա եւ միջանցք կոչվածն է եւ թուրքալեզու պետությունների հետ տարօրինակ համագործակցությունը։ Ես մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփի հետ քննարկեց անգամ ռազմական ոլորտում համագործակցությունը, հայտնի է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից զենք է գնելու, իհարկե այդ ամենը դուր չի գալիս Մոսկվայում ղեկավարներին, եւ դա նաեւ կապված է Թրիփ նախագծի հետ։ Մոսկվան Երևանի վրա ազդելու ավելի քիչ լծակներ ունի, քան Ադրբեջանի վրա, եւ մինչ օրս շարունակում էր հավանաբար հույսեր փայփայել, որ Ադրբեջանի միջոցով կկարողանա տապալել այս նախագիծը կամ ապահովել սեփական ներկայությունը այդ նախագծում։ Ինչևէ, այժմ արդեն պարզ է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջև հարաբերությունները այլևս երբեք չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել էին մինչև 24 թվականը, մնում է հասկանալ արդյոք Հայաստանը կկարողանա դրանից օգտվել։ Շնորհակալություն, Արտեմ։